Մեր նախածնողները Ադամն ու Եվան հեռացան Աստծուց, ինքնակամ հեռացան, ոչ մեկ իրենց չհեռացրեց, Աստված իրենց չվտարեց, իրենք վտարվեցին, ինչպես վտարվեցին, մերժելով Աստծուն, մերժելով Աստծո պատվիրանը, մերժելով Աստծո խոսքը։ Ասում է օձը խաբեց, ինչպես խաբեց, ասեց կերեք, դուք իմաստուն կլինեք, դուք Աստծո պես կլինեք, չարն ու բարին կիմանաք, դուք աստվածների պես կլինեք։ Այսինքն կարևոր մի հանգամանք կա։ Մարդը միշտ ձգտում է մեծ լինելու, բարձր լինելու, ավելին լինելու, քան ինքը իրականում կա։ Եվ այս ձգտումը մարդուն տանում է մահվան, տանում է կործանման։ Հիսուսի աշակերտներն էլ հիշում եք, մի անգամ իրար հետ վիճում էին, Հիսուսն իմացավ, ասեց, ինչի մասին եք վիճում։ Եվ իրենք քաշվեցին, բայց Հիսուս գիտեր ինչի մասին են վիճում, թե ով է իրանցից մեծը, ով պիտի առաջինը լինի, ով մեծը լինի։ Եվ Քրիստոս դաս տվեց, ասեց, մեծը նա է, ով որ փոքրն է, մեծը նա է, ով որ ձեր բոլորի ծառան է ու սպասավորն է։ Մինչդեռ աշխարհի մեջ հակառակն է, աշխարհի մեծությունը ուրիշ կերպ է, մեծը նա է, ով որ բարձր է, ով որ իշխում է, ով որ տիրում է, ով որ հրամայում է, ով որ հնազանդեցնում է, ով որ բոլորին իրան ենթարկացնում է, աշխարհի մեծությունը էս է, մենք բոլորս գիտենք, այս աշխարհի մեջ ենք ապրում։ Ով ուզում է մեծ լինի, դրա համար է ուզում, որ բոլորին իրեն ենթարկացնի։ Մինչդեռ Աստված ասում է մեծը նա է, ով ձեր բոլորի ծառան պիտի լինի։ Եվ Քրիստոսն իր օրինակը տվեց, ասում է, ես չեմ եկել, որ դուք ինձ ծառայեք, ես եկել եմ, որ ինքս ծառայեմ ձեզ, եւ դրանով ցույց տա, թե իրական մեծությունը ինչի մեջ է։ Հիմա Ադամին ու Եվային գայթակղեց, ասեց մեծ կլինեք, Աստծո պես կլինեք, դուք աստվածներ կլինեք, ամեն ինչ կիմանաք, չարն ու բարին կճանաչեք։ Եվ մարդը այս խոստումի վրա գայթակղվեց եւ մերժեց Աստծուն, լսեց չարին։ Արդյունքը եղավ ինչ, որ ինքը Աստծուց ինքն իրեն հեռացրեց Աստծուց, հեռացրեց Աստծուն։ Աստված եկավ իրեն ընթառաջ, Աստված եկավ դրախտի պարտեզ եւ ասում էր՝ ուր ես Ադամ, բայց Ադամը թաքնվել էր Աստծուց, Ադամը արդեն հեռացել էր Աստծուց։ Տարածքով չէր հեռացել, բայց հոգով էր արդեն հեռացել Աստծուց։ Ինքը արդեն վախենում էր Աստծուց, որտեղ ինքն ասեց, որ վախենում էի, ամաչում եմ, թաքնվեցի։ Ինչու Ադամ, ինչ արեցիր։ Կերար արդյոք են պտուղը։ Եվ ինչ ասում անմիջապես մարդը սկսում է արդարանալ։ Ասում է, հա, կինը տվեց, ես կերա, կինն ասում է, օձը տվեց, ես կերա, եւ այսպես ուրեմն հեռացան Աստծուց։